Ասֆալտապատում, սալապատ մայթեր, լուսավոր փողոցներ, Մարալիկում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների շարքը կարելի է անվերջ թվել։ Վերջին 2 տարիներին Անի համայնքում սուբվենցիոն, հրատապ, համայնքային բյուջեով և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ավարտված ու ընթացիկ ծրագրերը շատ են։ Միայն Անի համայնքի Մարալիկ քաղաքում նշված ժամանակահատվածում տեսանելի փոփոխություններ կան, նշում է համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Անցնող տարում ավարտին են հասցվել պետություն-համայնք համագործակցությամբ մի շարք ծրագրեր, սեփական տների գոյուղիներից մինչև շենքերի, տանիքների խնդիրներ են լուծվել։ Գոյուղու հարցը կարգավորվել է սուբվենցիոն ծրագրով, որը կազմում է 104 միլիոն դրամի։ Հետո դրանից բացի սուբվենցիոն ծրագրով մենք արդեն էլի ավարտական փուլում է երկրորդ թաղամասի 4 բնակելի տների, տանիքների հիմնական նորոգումները, որը կազմում է 67 միլիոն դրամ։ Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ու փոփոխման աշխատանքները կշարունակվեն։ Կառավարության հրատապ ծրագրով վերանորոգվել է Մարալիկ քաղաքի կենտրոնական հրապարակը, հիմնանորոգվել են Արկադի Տեր-Թադևոսյան և Հաղթանակ փողոցները։ Մատիեզերով, լուսավորության ցանցով ներառված փողոցների հիմնանորոգումը, որի արժեքը 279 միլիոն 800 հազար դրամ եղել, ամբողջությամբ կառավարության հրատապ ծրագրերի աջակցությամբ կազմակերպվել են, էլի ավարտական փուլում են։ Անի համայնքի Մարալիկ բնակավայրի տարածքով անցնող հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների ընթացքում միջպետական նշանակության M1 ավտոմոբիլային ճանապարհի այլընտրանքային անցանելիությունը ապահովելու համար շուրջ 3 տարի օգտագործվել է բնակավայրի կառուցապատ տարածքի կենտրոնով անցնող Հրանտ Շահինյան փողոցը։ Ծանրաբեռնված բեռնատար ավտոմեքենաների ինտենսիվ երթևեկության արդյունքում ամբողջությամբ քայքայվել էր 1023 գծամետր երկարության փողոցը և այժմ այն ևս սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման փուլում է։ Սարիբեկյանը ծրագրերի իրականացման ակտիվությունը կապում է նախորդ տարիների համեմատ համայնքի բյուջեի ավելացման ու կատարողականների բարձրացման հետ։ Արդեն 2 տարվա արդյունքում 2024 թվականը, որը ընդհանուր հանրապետության մակարդակով շատ բարձր ցուցանիշ է, 120% կատարողական սեփական եկամուտների, որը կազմել է 334 միլիոն դրամ։ Իսկ ընդհանուր բյուջեն ի պատիվ էլի կառավարության ծրագրերի հետ կապված մեր դոտացիան էլ մոտ 300 միլիոնով տարբերություն է տվել և արդեն 2025 թվականի բյուջեն մոտ 1.350 միլիոն։ Համագործակցություններից մինչև ներդրումներ սեփական բյուջեից Հայ դպրոց հիմնադրամի հետ համագործակցությամբ անհրաժեշտ գույքով են համալրվել Մարալիկի թիվ 2 և արվեստի դպրոցները, արդեն համայնքային բյուջեով Մարալիկի արվեստի և Մարալիկի երաժշտական դպրոցների համար գնվել է համապատասխանաբար 60 և 50 հատ աթոռներ, կատարվել են դահլիճների ու դասասենյակների վերանորոգման աշխատանքներ։ Համայնքի բյուջեով համայնքի բոլոր բնակավայրերի հերոսների պատվին հուշակոթող է կառուցվել, իրականացվել են կանաչապատման ու աղբահանության բարելավման ուղղված աշխատանքներ։ Ճկուն համագործակցությունների արդյունքում հիմնանորոգման ծրագրերում է նաև Մարալիկի մշակույթի տունը, ինչպես նաև ֆուտբոլի մարզադաշտը։ Համայնքի ղեկավարի խոսքով իրենց կողմից վերահսկողությունը խիստ է ու ավարտական ակտերը տրվում են միայն լիարժեք աշխատանքների դեպքում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Կապրելյան այսօր։